Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, բանակը համալրման խնդիր ունի։ Բարձրաստիճան պաշտոնյան պնդեց, նաև այդ պատճառով են ստիպված վարժական հավաքի մասնակիցներին ներգրավվել մարտական հերթապահության։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Ռազմական գերատեսչության պաշտոնյան խորհրդարանում այսօր ներկայացնում էր վարժական հավաքներին առնչվող հերթական խստացումները։ Փոխնախարարի հայտարարությանը նախորդել էր դրանց կազմակերպման վերաբերյալ Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գեղամ Մանուկյանի քննադատությունը։ Լավորից չի, որ այս վարժական հավաքները կան։ Դրա համար միշտ քննարկումների սրտացավ մասնակցում ենք, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության խնդրեմ կա, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն այսօր 2-3 ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ խնդիրներ են։ Այս հայտարարությունից շաբաթներ առաջ նույն Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունը 2-ի փոխարեն դարձնել 1.5 տարի։ Ինչպես է Պաշտպանության նախարարությունը մի կողմից ընդունում, որ բանակում ռեսուրսի խնդիր կա, մյուս կողմից ներկայացնում նախագիծ, որով այդ ռեսուրսն էլ ավելի կկրճատվի։ Փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում այս թեմային չանդրադարձավ։ Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամ Հայկ Սարգսյանը կարծում է, ծառայության ժամկետը կրճատելու այս նախագծին զուգահեռ պետք է լուծվի նաև ծառայությունից տարբեր մեթոդներով խուսափելու հարցը։ Ըստ իս պետք է խնդիրներ լուծեն փաթեթով, որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիկների թվի նվազում։ ՔՊԱ-ական Հայկ Սարգսյանը դարձյալ պնդում է, բանակից անօրինական մեթոդներով խուսափողների թիվը շարունակում է խնդիր մնալ։ Ըստ իշխանական падգամավորի ունեցած տվյալների 2022-23 թվականներին զորակոչման ենթականների մոտ 31%-ն է ծառայել, 24 թվականին այս թիվը մոտ 4%-ով ավելացել է։ 2025-ի տվյալները դեռ ամփոփված չեն։ Ընդդիմադիր падգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ խիստ քննադատում է ծառայության ժամկետը կրճատելու իշխանության նախաձեռնությունը, այսօր կրկին շեշտեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմը երկու խնդիր են փորձում լուծել։ Իշխանությունը շտաբում է նախընտրական գործընթացներում եւ փորձում է հասարակության մի մասի վրա այդ փոփոխությունները ծախել եւ դրա դիմաց տալ ընտրակվել։ Հանրությանը նաեւ ապա տեղեկացվելու եւ ապա կողմնորոշվելու ճանապարհով։ Երկրորդը անդադ Ադրբեջանին հավաստիացումներ են հրապարակային ներկայացվում այն թեմայով, որ Հայաստանը որոշ խնդրություն չունի, Հայաստանը որը դեպքում ռևանշի չի գնալու եւ այլն, եւ այս համատեքստում փորձում են նաեւ դրանով փակել Ադրբեջանի բերանը, ով վերջին տարիներին անդադ խոսում է Հայաստանի ապառազմականացման մասին։ Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը մտադիր է ավելի քան 15%-ով կրճատել նաև ռազմական ծախսերը։ Ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները կսկսվեն այս ամսվա վերջին։ Մինչ այդ հայտնի է, որ Բաքուն ճիշտ հակառակն է անում։ Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեում ռազմական հատկացումները ծախսային մասի 21%-ը կկազմեն։